Երկար ժամանակ եմ մտածում եմ, ինչու է կալուգացի օլիգարխը շարունակում կրկնել 300,000 ադրբեջանցու տխմար թեզը, եթե ինքն էլ տեսնում է վստահաբար, որ ոչ ոք չի հավատում այդ լիակատար ապուշությանը։ Բայց եթե այլ տեսանկյունից նայենք, եթե կալուգացի օլիգարխին նայենք ոչ թե որպես անկախ մտածող անձի, այլ ինչ-որ մեկի կատարածուի, որին տեքստը գրում են, դնում են դեմը, ինքն էլ կարդում է, ամեն ինչ ընկնում է տեղը։ Այդ 300,000 ադրբեջանցու թեզը Հայաստանում չի գրվել, գրվել է այլ տեղ, որտեղ լավ չեն պատկերացնում մարդիկ Հայաստանում, ինչ են մտածում, ինչի են հավատում, ինչ չեն հավատում։ Նույն տեղում է գրվել, չգիտեմ, թունավոր սնկերի թեզը, նույն տեղում է գրվել է թեզը, ըստ որի իբր Հայաստանը օրինակ, չգիտեմ, չի դիմել հապկին կամ թե չէ հապկը պատրաստ էր մեզ օգնել, սրիկա Հայաստանը չդիմեց հապկին ու այսպես շարունակ։ Ընդ որում, այդ թեզը գրողները այն նույն մարդիկ են, ովքեր Անդրանիկ Թևանյանի համար են թեզեր գրել, Ծառուկյան Գագիկի համար են թեզեր գրել, Ռոբերտ Քոչարյանին են ասել կգնաս կմտնես Հայաստանի քաղաքական դաշտ արա։ Այդ նույն մարդիկ են ու այդ նույն տեղերից են այդ թեզերը գալիս։ Բայց կա մի շատ կարևոր բան, ժողովուրդ ջան, սրանց բոլորին այս լրտեսական եռագլուխ պատերազմի կուսակցությանը եւ իր ղեկավարներին չպետք է թողնենք, որպեսզի նրանք հասցնեն փախնել Հայաստանից։ Հունիսի 8-ին պետք է իրանք աղաչեն մեզ, որ թողենք իրանք փախնեն ու չեք թողնել։